Քանզի ահա ես նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ, և առաջինները պիտի չհիշվին, ու մարդուս միտքը պիտի չգան, բայց դուք իմ ստեղծագործությունովս հավիտյանս հավիտենից ուրախացեք և ցնծացեք, վասնզի ահա ես Երուսաղեմը ցնծության համար ու անոր ժողովուրդը ուրախության համար կստեղծեմ։ Երուսաղեմի վրա պիտի ցնծամ ու իմ ժողովրդիս վրա պիտի ուրախանամ։ Հոն անգամն ալ լացի ձայն ու ողբի ձայն պիտի չլսվի, հոն անգամն ալ քիչ օր ապրող տղա կամ օրերը չլեցված ծեր պիտի չլա, քանզի երիտասարդը 100 տարեկան պիտի մեռնի, և 100 տարեկան մեղավորը անեծքի պիտի հանդիպի։ Տուներ պիտի շինեն ու պիտի բնակին, այգիներ պիտի տնկեն ու անոնց պտուղը պիտի ուտեն։ Անոնք պիտի չշինեն, որպեսզի ուրիշները բնակին, անոնք պիտի չտնկեն, որպեսզի ուրիշները ուտեն, վասնզի իմ ժողովրդիս օրերը ծառի օրերու չափ պիտի ըլլան, և իմ ընտրածներս իրենց ձեռքերուն գործերը պիտի հինցնեն։ Անոնք պարապ տեղ պիտի չաշխատին, ու դժբախտության համար տղաքներ պիտի չծնանին, քանզի անոնք Տերոջը օրհնածներուն սերունդն են, ու իրենց հետ իրենց զավակներն ալ։ Անոնք դեռ չկանչած պատասխան պիտի տամ, մինչ կխոսին պիտի լսեմ, գայլն ու գառը մեկտեղ պիտի արածին, առյուծը արջառի պես յարդ պիտի ուտե, օձին կերակուրը հող պիտի ըլլա։ Անոնք իմ սուրբ լերանս մեջ պիտի չվնասեն ու պիտի չապականեն, կսե Տերը։ Տերը այսպես կսե. երկինք իմ աթոռս է, ու երկիր իմ ոտքերուս պատվանդանն է։ Այս ինչ տուն է, որ ինձի համար կշինեք, և այս ինչ տեղ է իմ հանգստությանս համար, քանզի այս բոլորը իմ ձեռքս շինեց, այս բոլորը իմս են։